Շնորհակալություն, ես ողջունում եմ բոլոր գործընկերներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ինչպես որ իմ գործընկերն ասեց, ես ուզում եմ կրկնել այդ արտահայտությունը, այո, որ առաջիկա ընտրությունները Հայաստանում ապրել չապրելու մասին են լինելու, որովհետեւ եթե այդ ընտրությունները վատ արդյունք ունեցան, մենք չենք որոշելու ուր տեղաշարժվենք, որտեղից ուր գնանք, ինչ գիրք կարդանք, որ եկեղեցին գնանք, մենք չենք որոշելու։ Հիմա գալով հանրային տրամադրություններին, ես մի այսպես պատմություն պատմեմ ինձ հետ տեղի ունեցած։ Նախ հարցին շատ կարճ պատասխանեմ, որ իհարկե հանրային տրամադրությունները չեն համապատասխանում բարձրացված աղմուկին, բայց այնպես էլ չի, որ հարցեր չկան, ինչ է տեղի ունենում։ Հիմա մի փոքր պատմություն պատմեմ եւ երևի թե դրանով պատասխանած կլինեմ հարցին։ Վերջին շրջանում, վերջին տարվա մեջ հաճախ եմ մարզ գնում եւ ճանապարհին տարբեր բնակավայրեր գնալիս մարդկանց եմ վերցնում մեքենայով, տեղ եմ տանում, հետներս գալիս են եւ մարդկանց հետ բնականաբար զրուցում են։ Օրեր առաջ այդպես Ստեփանավանից Տաշիր եմ գնում եւ մի անցորդի վերցրեցի, իրար հետ այդպես զրուցանելով գնում ենք։ Տարբեր հարցերի մասին խոսք բացվեց եւ նաեւ խոսք բացվեց եկեղեցու հետ տեղի ունեցողի մասին։ Ասում է ժողովուրդն ասում է, այդ մարդն ասում, ասում է ժողովուրդն ասում է, որ առանց կրակ ծուխ չի լինում։ Ասում եմ իսկապես շատ ճիշտ ես ասում, առանց կրակ ծուխ չի լինում։ Բայց եկեք մի հատ մի ուրիշ բան էլ հասկանանք։ Լինում է, չէ, որ լավ մեծ ուժեղ կրակ է լինում, բայց ծուխը շատ քիչ է լինում։ Օրինակ ասենք հաղթանակ զբոսայգու կամ Ծիծեռնակաբերդի կրակը մեծ է, բայց ծուխը շատ քիչ է, չնչին է, չի երևում։ Բայց նաև լինում է, որ կրակը շատ աննշան է լինում, բայց ծուխն է շատ լինում։ Օրինակ այն դիմշաշկաները, որ օգտագործում են, դրա կրակը ոչ մեկ չի տեսնում, ոչ մեկ չի զգում, բայց ծուխը ամբողջ սենյակը բռնում է եւ դու չես կարողանում սենյակի մնացած պարագաները, մարդկանց տեսնել։ Հիմա ասում եմ, մեր իրավիճակը նման է սրան։ Այո, ես ինքս էլ հարցեր ունեմ կամ ես ինքս էլ այնպես չի, որ չկան հոգևորականներ, որոնց հետ կապված ես հարցեր չունեմ։ Կամ իմ կյանքի մեջ չեն եղել դեպքեր, որ հիասթափություններ չեմ ունեցել։ Հենց մեկ է այն հոգևորականներից մեկի հետ, որը որ հիմա կաթողիկոսի հրաժարական է պահանջում, մի ուրիշ առիթով էլ նրա մասին կպատմեմ։ Բայց հետևյալն է խնդիրը։ Արդյոք այս բարձրացրած աղմուկը այդ հարցին համազոր է։ Այս ծուխը այդ վառվող կրակին համազոր է, թե համազոր չի։ Ուրիշ վառվող կրակներ չկան մեր երկրում։ Օրինակ, որ Վրաստանում միջին հաշվով կյանքի դեղերը ավելի թանկ են 3 անգամ, քան Հայաստանում դեղորայքը։ Սրա մասին, հաջան։ Այ ներողություն Էժան է, ես էլ մի ուրիշ սայթանքում չլինի։ Էժան են Հայաստանում 3 անգամ թանկ է, քան Վրաստանում։ Այն պարագայում, երբ որ օրինակ ասենք նույն թոշակառուների թոշակը 1.5 անգամ Վրաստանում ավելի բարձր է, քան Հայաստանում։ Սա պետության մտածելու խնդիրը չի։ Բա ուր է կրակը կա, վառվող կրակ է, ուր է ծուխը։ 150,000 մարդ իր տնից, տեղից, այգուց, դաշտից, գերեզմանից, եկեղեցուց զրկվել է եկել է։ Ու երբ որ այդ մարդկանց վերադարձի հարցը բարձրացնում, լռեցնում են, այդպես խուզարկում են ներկայացուցչություն, չգիտեմ, ճնշում են, ինչ են անում, վառվող կրակ չի մեծ։ Սրա վերաբերյալ բան չկա անելու, բա ուր է ծուխը։ Ծուխը չկա։ Կամ որ 500,000 կենսաթ թոշակառուի միջին թոշակը 18 թվից մինչև հիմա ընդամենը 22%-ով է բարձրացվել, այնինչ որ այդ մարդկանց հացը, պանիրը, միսը, կաթնամթերքը 40-50%-ով են բարձրացել։ Սա խնդիր չի։ Բա ուր է սրա շուրջ աղմուկը։ Ու այսպես շարունակ բազմաթիվ հարցեր։ Հետևաբար պարզ է, չէ՞, որ այդ դիմշաշկան վառել են, այդ ծուխը թողնում են, որպեսզի մարդիկ չտեսնեն այն մյուս կրակները, որոնք որ կան։ Շատ պարզ է տրամաբանությունը։
Եվ երբ որ հարցը այսպես դնում ենք, արդյոք այդ կանոնական բնույթի հարցը, որ վերաբերում է կաթողիկոսի կուսակրոնության հարցն է, այսօր ուրեմն ամենակարևոր խնդիրը մեզ համար, այնքան առաջնահերթ, որ հանրային հեռուստատեսության եթերը մեկ ամիս շարունակ ամեն օր այս թեմային է նվիրված։ Ամեն օր մի այդպես տիրադավ հոգևորականի բերում են ինչ-որ մեկնաբանություններ է անում, սա է մեր երկրի ամենակարևոր հարցը, դե չէ, բնականաբար չէ, սա չի ամենակարևոր, պարզապես այդ աղմուկն է ստեղծվում, իսկ աղմուկ ստեղծել իշխանության համար պրոբլեմ չի, մանավանդ երբ որ նրանց հիմնական գործը դա է եղել, երբ որ դրա վրա սպեցիալիզացվել են, մասնագիտացել են, դրանից բացի ուրիշ բան չեն կարողանում անել, արհեստական տեղը աղմուկ ստեղծել են, հայելի մուլտֆիլմը կա բոլորի սիրելի, որ իրականում սատանա չկա, բայց ինչ որ մեկը որ գոռում է, որ սատանա կա, հետո ամբողջ քաղաքը ասում է սատանա կա քաղաքում, սատանա կա քաղաքում, սատանա կա քաղաքում։ Հիմա այդ աղմուկը բարձրացվել է այսպես։ Այդ աղմուկը բարձրացվել է ու արհեստական մի հատ թեմա է սարքվել, հարց է գեներացվել։